Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը պահպանվում է։ Հնդկական կողմից նշել են, որ վերջին օրերին սահմանամերձ շրջաններում բախումներից հետո մայիսի 11-ն առաջին խաղաղ օրն է եղել։ Հնդկաստանի հյուսիսում և արևմուտքում վերաբացվել է հակամարտության սրման պատճառով փակված 32 օդանավակայան։ Հնդկաստանի վարչապետն այսօր իր ուղերձում հայտարարել է, որ իր երկիրն այժմ դադարեցրել է հարվածները Պակիստանին, սակայն հետագա գործողությունները կախված են Իսլամաբադի քայլերից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ կարևոր է անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հնարավոր հանդիպումը, որը նախատեսվում է Ստամբուլում մայիսի 15-ին։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումը դրական արդյունքներ կունենա։ Ես պնդեցի, որ այդ հանդիպումը տեղի ունենա և այն տեղի կունենա։ Կարծում եմ, որ երկու առաջնորդներն էլ այնտեղ կլինեն, ասել է Թրամփը։ Նա հայտարարել է, որ ինքը ևս դիտարկում է մայիսի 15-ին Թուրքիա այցելելու հնարավորությունը։ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ընդգծելով, որ մայիսի 11-ի իր հայտարարության մեջ Վլադիմիր Պուտինը հստակ և միանշանակ շարադրել է Մոսկվայի դիրքորոշումը Ստամբուլում առանց որևէ նախապայմանի ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը լրջորեն է տրամադրված Ուկրաինայի հարցով երկարաժամկետ կարգավորման ուղիներ գտնելու հարցում, իսկ վերջնագրերի լեզուն անընդունելի է Ռուսաստանի համար։ Պեսկովը նաև հրաժարվել է նշել, թե ովքեր կլինեն ռուսական պատվիրակության կազմում։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին առանց որևէ նախապայմանի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել էր, որ մայիսի 12-ից ակնկալում է հրադադար Ռուսաստանի կողմից և անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին մայիսի 15-ին Թուրքիայում բանակցությունների համար։ Գերմանիայի կառավարությունից հայտարարել են, որ պատրաստ են մայիսի 15-ին Ստամբուլում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին։ Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կորնելիուսը հայտարարել է, որ եթե հրադադարի համաձայնություն ձեռք չբերվի, ապա Ստամբուլում հնարավոր բանակցություններին մասնակցելու մասին որոշումը պետք է կայացնի Կիևը։ Նա նշել է, որ Եվրամիության անդամ երկրները կսկսեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստել, եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարի։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նույնպես հայտարարել է Ուկրաինայում հրադադարի հաստատման անհրաժեշտության մասին, շեշտելով, որ կրակի տակ հնարավոր չէ բանակցել։ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է, որ լուծ արվում է և որոշում է դադարեցնել Թուրքիայի հետ ավելի քան 40 տարի շարունակվող զինված պայքարը։ Կուսակցությունից ավելի վաղ հայտարարել էին, որ մայիսի 5-ից 7-ը համագումար են անցկացրել, հետևելով առաջնորդ Աբդուլլա Օջալանի զինաթափման և ինքնալուծարման կոչին։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է նաև պայքարի քաղաքական և ժողովրդավարական մեթոդներին անցնելու մասին և կոչ արել միջազգային հանրությանն օգնել։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը զենքերը վայր դնելու և լուծարվելու եզրին է, ինչը նրա ազդարարում է նոր դարաշրջանի սկիզբ։ Էրդողանը զգուշացրել է, որ չնայած այս զարգացումը կարող է շրջադարձային կետ լինել, գործընթացը պետք է ուշադիր կառավարվի։ Մայիսի 11-ին Օմանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել Իրանի ու Միացյալ Նահանգների անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը, որի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել միջուկային խնդրի և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման վրա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը բանակցությունների ընթացքում գլխավորել են պատվիրակությունները։ Օմանի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել որպես միջնորդ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցությունների այս փուլն ավելի լուրջ և պարզ էր, քան նախորդները։ Նրա բնորոշմամբ Թեհրանի և Վաշինգտոնի դիրքորոշումները միջուկային հարցի շուրջ բանակցությունների 4-րդ փուլից հետո մոտեցել են։ Արաղչին հայտնել էր, որ կողմերը մանրամասն բանակցություններ են վարել, մասնավորապես քննարկել են այն հարցերը, որոնց վերաբերյալ Միացյալ Նահանգներն ու Իրանը տարաձայնություններ ունեն։ Հռոմի Լևոն 14-րդ պապն առաջին անգամ հանդիպել է լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու ընդգծել խոսքի ազատության կարևորությունը։ Խաղաղությունը սկսվում է մեզնից յուրաքանչյուրից, թե ինչպես ենք նայում ուրիշներին, լսում նրանց և խոսում նրանց մասին։ Կարևոր է, թե ինչպես ենք հաղորդակցվում, մենք պետք է ոչ ասենք բառերի պատերազմին, հայտարարել է Լևոն 14-րդը լրատվամիջոցներին ուղղված իր առաջին ուղերձում։ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը կոչ է արել ազատ արձակել ճշմարտությունը հաղորդելու համար բանտարկված լրագրողներին, հավելելով, որ նրանց տառապանքները մարտահրավեր են ազգերի և միջազգային հանրության համար, կոչ անելով պաշտպանել խոսքի և մամուլի ազատության թանկարժեք պարգևը։ Հռոմի Լևոն 14-րդ պապը նաև շնորհակալություն է հայտնել լրագրողներին ճշմարտությանը ծառայելու համար։ Մերի Ներսիսյան, լուրեր։